Ամեն ինչ անեն, որ ինչ էլ որ թերություններ կա մեր արտաքինի մեջ, մենք կարողանանք քննել, զննել եւ եթե ինչ որ մի բան կա, վերացնել, որ դուրս գանք ու մարդկանց հաճելի երևանք։ Եվ սա շատ լավ բան է, որովհետեւ սա ճիշտ քրիստոնեության բան է, որ մարդը պետք է այդ գործը կատարի, բայց մենք պետք է գիտենանք, որ լինելով հոգեվոր, մենք մեր հոգու նայելու կարիք ունենք եւ հոգու հայելին այն մեր ֆիզիկական հայելիները չի որ կարող ենք նայել ու բացի մեր արտաքինից ստենալ նաեւ հոգիները մենք չենք կարող այդ հայելու մեջ տեսնալ մեր հոգիները երևում է Աստծո խոսքի մեջ եւ այն մարդը ով որ Աստծո խոսքը հավատացյալ է կոչվում ինքը ամեն անգամ կարիք ունի նայելու ինչպես ֆիզիկական հայելու մեջ նայելու, այնպես էլ այս հոգևոր հայելու մեջ նայելու եւ ամեն անգամ նայելով ոչ թե ուղղակի պետք է նայենք դրա համար մեզ կոչ են անում որ նայենք, այլ մենք որպեսզի կարողանանք նայելով գտնել մեր թերությունները ու կարողանանք վերացնելով այդ թերությունները այս կյանքի մեջ ընթանալ այնպես, որ մեր կոչումը, ինչպես մենք միշտ ամեն անգամ մենք կոչվում ենք քրիստոնյաներ, ճշմարիտ քրիստոնյաներ, այդ կոչումը չլինի միայն խոսքով, այլ կյանքով էլ ապացուցվի։ Սա շատ կարևոր է եւ դրա համար ես կոչ եմ անում, որպեսզի այսօր էլ ինչպես միշտ եւս մի անգամ նայենք այս հայելու մեջ, մեզ զննենք ու եթե ինչ որ մի բան կա, որ մեր կյանքի մեջ չի համապատասխանում այս հայելու մեջ գրածին, մենք կարողանանք շտկել ու կարողանանք ճիշտ վիճակի մեջ գտնվել։ Ինչի եմ ես ասում, գիտեք, աշխարհը այսօր մենք ապրել ենք մի ժամանակ սովետական միության ժամանակ, որտեղ որ մեզ միշտ կոչ էին անում, որ այս երկիրը աթեիստական երկիր է, Աստված չկա, չնայած որ ես համոզված եմ, որ մեծամասնությունը հավատում էին Աստծուն, որովհետև հնարավոր չի չհավատալ նրան, ով ամեն ինչ է ստեղծել է, բայց միևնույն ժամանակ միշտ քարոզում էր ու շատ մարդիկ ոչ թե բացահայտ ինչպես այսօր դուք փողոցներում ման եք գալի տեսնում եք որ հենց որ ինչ որ մեկը տաճարը տենում է միանգամից երեսի խաչ է քաշում ու ցույց է տալի որ ինքը հավատացյալ է բայց ժամանակին մենք այդպես չենք անում ու երբ որ այս ազատությունը եկավ շատ մարդիկ բացահայտեցին իրանց որպես քրիստոնյա ու ցույց տվեցին որ իրանք հավատում են Աստծուն բայց Աստծուն հավատալ ու ճշմարիտ քրիստոնեության մեջ տարբերությունը մեծ է։ Եթե մենք այսօր ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ ու արդեն այս տարբերության մեջ ենք գտնվում, մենք հասկանում ենք, որ իրականում ժամանակին ոնց էինք հավատում Աստծուն, մենք մակերեսային մի տեսակ ոչ նորմալ ձևով, ոչ աստվածաշնչային հաստատված վիճակի մեջ ու այսօր մենք ոնց ենք հավատում ու եթե մեր հավատքի մեջ կա այս տարբերությունը, ուրեմն մենք ճիշտ ճանապարհի վրա են գտնվում։ Նայեք հետաքրքիր է, այսօր ամբողջ երկրագնդի վրա բացի դրանից որ ուրիշ հավատքներ գոյություն ունեն, ուրիշ կրոններ գոյություն ունի քրիստոնեություն, որն ինչպես շուշուտ մենք ասում ենք, մոտավորապես 2 միլիարդի չափ քրիստոնեություն, սա շատ մեծ թիվ է, 2 միլիարդ, դա նշանակում է համարյա 1/4 մասը ամբողջ երկրագնդի քրիստոնեություն են դավանում եւ մարդիկ ապրում են իրանք վկայություն տալով, որ իրանք իրականում քրիստոնյա են եւ դուք գիտեք, շատ մարդիկ այնքան են հիմնված այս քրիստոնեություն կոչվածի վրա, որ դա դարձրել են ազգային կրոն եւ եթե դու հայ ես, ռուս ես, վրացի ես կամ էլի ինչ որ մի քրիստոնյա կոչված ազգից ես, ապա դու քրիստոնյա ես եւ մի անգամ երբ որ նայում ենք ինչ որ մի մահմեդական ազգերի մեջ գտնվող մարդկանց մենք այստեղ մի հյուր ունենք, որը ինքն էլ Ուզբեկիստանից է, բայց Կազախստանում է ապրում ու ինքը այսօր իր ամուսինն էլ ինքն էլ դավանում են Քրիստոս։ Չնայած դուք գիտեք որ եւ Կազախստանը եւ Ուզբեկիստանը գտնվում է մուսուլմանական երկիր է եւ այնտեղ մուսուլմանություն է քարոզում։ Բայց քրիստոնյաների այդ մեծամասնությունը, գիտեք, իր մեջ պարունակում է խայտաբաղետություն, այսպես ասած, պյոստրստ, տարբեր ձևի, ես նորից եմ ասում, երբ որ ես կարդում եմ, որ այսօր մոտավորապես 150 ուղղություն կա քրիստոնյաների կյանքի մեջը, քրիստոնյաների
դավանության մեջ, քրիստոնյայի դավանության մեջ, ես եթե հիմի ինձի ասեք ու ես սկսեմ թվելը, կարող է պատահի մաքսիմում ինչքան թվեմ 30-ին, հասնեմ 30-ին։ Ու ես հետո մնացածը չգիտեմ։ Ինչ դավանություններ կա, այնքան տեսակի դավանություններ կա, որ երբ որ ես մի անգամ նորանորն եմ տեսնում, զարմանում եմ, թե մարդիկ ինչքան ֆանտազիա ունեն իրաց մեջ, որ կարող են ինչ որ մի համարի շուրջը դավանություն ստեղծել ու այդ դավանության համեմատ ապրել։ 150 պատկերացեք դավանություն մեկ կրոնի մեջ, մեկ ուսմունքի մեջ է։ Բացի դրանից որ գոյություն ունի 150 դավանություն, կա նաև տարբեր ձևի քրիստոնեական վիճակ։ Ես իմ այստեղ մի քանի բան գրել եմ, ուզում եմ որպեսզի ձեզ էլ ներկայացնեմ։ Ավանդական, անվանական, նոմինալ, մակերեսային, ազատ, լիբերալ, կոնսերվատիվ, ինչև է ասես կա, քրիստոնեություն ու ամեն մեկը ովքեր որ այս վիճակի մեջ են գտնում, ամեն մեկը ուզում են հաստատել, որ իրանք ճշմարտության մեջ են ու ուրիշներին մոլության մեջ են ներկայացնում եւ ես կարծում եմ որ այսօր միջև անգամ եթե մենք խոսանք մեր ուսմունքի մասին, որպես մկրտական ուսմունք, մենք էլ շատ անգամ այդպես ենք անում ու մենք այնքան ենք մեր ուսմունքը, մեր դավանանքը այնքան ենք բարձրացնում, որ մենք կարծում ենք, որ եթե պետք է փրկվի ինչ-որ մեկը, միայն պետք է մկրտականները փրկվեն, մյուսները փրկություն չեն ունենում։ Այդ ձևի պատկերացում, որ մարդկանց մեջ կա, բայց մենք բոլորս լավ գիտենք, որ դավանանքով ոչ ոք չի փրկվում, փրկվում են Քրիստոսով։ Եվ այն մարդիկ, ովքեր որ ոչ թե այս խայտապղետության մեջ են գտնվում, այլ նրանք, ովքեր որ իրականում Քրիստոսի հետևորդներ են։ Քրիստոսի հետևորդներ, որոնք որ Քրիստոսի հետևից են գնում, որոնք որ ժամանակին, երբ որ կամ կմեռնեն, երբ որ Քրիստոսը իր երկրորդ գալստով կգա իր եկեղեցին տանելու կամ ֆիզիկապես կփոխվեն, նրանք կգտնվեն Քրիստոսի հետ միասին։ Իսկ նրանք, ովքեր որ ուղղակի քրիստոնյա են կոչվում, ապրում են ֆիզիկական կյանքի մեջ, կարող են դավանեն իրենց ոնց որ ասում են կրոնական պատկանելությունը, այդպիսի մարդիկ ցավոք սրտին պետք է հույս չունենան, քանի որ Քրիստոսին հետևելով միայն կարելի է հնարավորություն ունենալ հավիտենական կյանք ունենալ։ Հիշում եք, մենք այս վերջի մոտավորապես դուք գիտեք, որ երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հարություն առավ 40 օր նա գտնվում էր այստեղ։ Ու նա չէր գտնվում այստեղ, որովհետև այնքան էր կարոտել այս երկիրը, որ դեռ չէր ուզում գնալ։ Մի քիչ էլ վայելեմ ու հետո նոր գնամ, չէ, իր նպատակն էր, որպեսզի այս 40 օրվա ընթացքում, ինչպես շատ աստվածաբաններ ասում են, 10 անգամ, մոտավորապես 10 անգամ իր աշակերտներին հանդիպեց ու իր աշակերտներին հանդիպելով ինքը խրատներ էր տալի իր աշակերտներին, որտեղ ինքը պետք է թողներ իրանց այստեղ մենակ, ճիշտ է Սուրբ Հոգին կգար, բայց նա անտեսանելի ձևով էր գալիս, մենակ էր թողնելու, ինքը պետք է գնար ու նրանք պետք է շարունակեին իրանց գործը։ Եվ նրանք շատ կարիք ունեին խրատելու, հաստատվելու եւ ամեն ինչ էլ որ կարևոր էր, որպես ես կյանքի մեջ լինելու։ Եվ Պողոս Արաքյալը, որն այդ խմբի մեջ չէր գտնվում, որոնց ինքը հանդիպում էր այս 40 օրվա ընթացքում, Պողոս Արաքյալը մի երանելի խոսք գրեց, որն մենք շատ անգամ կրկնում ենք, բայց այսօր էլ ուզում եմ ձեզ մի անգամ էլ հիշեցնել այս կարևոր բանը, որ կարողանանք հասկանանք, որ եթե մենք ունենք պիտակ, քրիստոնյա կոչված պիտակ, ճակատներից վրա գրած չի, բայց որպես քրիստոնյա անունով ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ, դա չի նշանակում, որ մենք անպայման երկինք կգնանք։ Նորից եմ ասում, կարող է պատահի դավանանքը ճիշտ եղնի, կարող է պատահի ճիշտ քարոզչություն եղնի, բայց մարդը սխալական եղնի եւ այդ սխալական վիճակի մեջ գտնվող մարդը չգնա երկինք։ Տեսեք, Առաջի Կորինթացոս 15-րդ գլուխ 22-23 համարներն եմ կարդում, 1 Коринфянам 15 глава 22-23 стихи։ Թվում եմ ուշադիր լսեցեք։ Քանզի ինչպես Ադամով ամենքը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով ամենքը կենթանանում են։ Ամեն մեկը իր կարգումը, առաջի պտուղը Քրիստոսը, որը մենք գիտենք արդեն եղել է, եւ հետո Քրիստոսինները նրա գալու ժամանակներում։
Չի գրված քրիստոնյաները, գիտեք, քրիստոսինները, նրանք ովքեր որ իրականում պատկանում են Քրիստոսին եւ ոչ թե ուղղակի քրիստոնյա են կոչվում, քանի որ մենք շատ པարզ է, գիտեք, մենք շատ անգամ երբ որ նայում ենք ուրիշ կրոնների գործողություններին, շատ անգամ նրանց արած գործողությունները շատ ավելի բարձր է տվում, քան թե քրիստոնյաներին։ Մենք ինչքան ենք օրական աղոթք անում։ Երևի 2-3 անգամ, չէ՞։ Շարքային քրիստոնյաները այդպես են, առավոտը վեկանում են, աղոթք են անում, ճաշին աղոթք են անում, իրիկունը աղոթք են անում։ Շատ հազվագույթ է, երբ որ դժվարություններ, նեղություններ են գալի, մարդը աղոթք է անում։ Նայեք ուրիշ, ես մահմեդականների օրինակն եմ բերում, որպեսզի մենք գիտենք, նրանք պարտադիր օրական 5 անգամ պետք է աղոթք անեն։ Պարտադիր եւ դա չի նշանակում որ այսօր չկարողացա անել չարեցի։ Միջև անգամ փողոցներում ես շատ անգամ իմ աչքով տեսել եմ կամ աշխատանքի վայրում թողնում են աշխատանքը գնում են աղոթք են անում։ Փողոցներում իրանք հատուկ փոքր sense կովրիկներ ունեն, դնում են գետին, ուղղակի գետին են դնում, չոքում են ու աղոթք են անում։ Իրանք գիտեն ժամանակը ու իրանք չեն կարող չանել այդ բանը։ Բայց մի խնդիր կա այդ ձևի մարդկանց այդ ձևի ակտիվությունից հետո նրանք չգիտեն ճանապարհը չգիտեն, ճանապարհը պետք է մարդը գիտենա, որ կարողանա երկինք գնալ։ Դրա համար երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Թովմասի հետ խոսալու ժամանակ այս խոսքը ասեց, ինչ որ ես պետք է կարդամ, մենք պետք է հասկանանք, որ միակ անձը, որն որ կարող է ճանապարհը գիտենալ, դա Հիսուս Քրիստոսն է։ Ու նրան հետևից գնացողը կարող է մենակ երկինք մտնելը։ Հովանու 14-րդ գլուխ 6-րդ համար։ Իոաննա 14 глава 6 стих։ Հիսուսը նրան ասեց, Թովմասին ասեց, բայց նա ամեն երբ որ նա է ասում, չէ, դա ինձ էլ ու ձեզ էլ է վերաբերում։ Ամեն մեկ ով որ լսում է այդ բանը, նան ես եմ դու եք։ Այսպես տեսեք ինչ է ասում։ Հիսուսը նրան ասեց. Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչով չի գալիս հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Այսինքն ես կարող եմ ձեզ տանել դեպի երկինքը։ Ու եթե դու ինձ հետևես, դու անպայման երկինք հասնես։ Բայց եթե դու քրիստոնյա անվան տակ քայլես, մարդկանց ցույց տալով որ դու իրականում քրիստոնյա ես, բաներ ցույց տալով, ինչպես այսօր նորից եմ ասում, երբ որ ես նայում եմ ինչ մարդկանց, առանձնապես այն մարդկանց ում ինոր ես ճանաչում եմ, գիտեմ նրանց կյանքը, ու հետո էլ տեսնում եմ թե ինչպես են նրանք տաճարը տեսնելով խաչ քաշում երեսի վրա, հենց մի քիչ ցավ է պատճառում, գիտեք ինչի համար, որովհետև իրանց կյանքը լրիվ սատանայի թելադրած կյանքով է, բայց ամեն ձևով ուզում են ցույց տալ որ իրանք աստվածապաշտ մարդիկ են։ Ու սա մենակ նրանց համար չի խոսքը, սիրելի իմ քույր եղբայրներ, մեր համար էլ է սա, ամեն մեկս մտածելու բան ունենք, որովհետև նորից եմ ասում, գոյություն ունի ճշմարիտ հավատք, ճշմարիտ քրիստոնեություն, որն որ քրիստոսիններ է կոչում այստեղ Աստծո խոսքի մեջ, եւ գոյություն ունի ուղղակի քրիստոնեություն, որն որ ոչ մի օգուտ չի բերում, չնայած որ անունը քրիստոնյա է։ Քանի որ դուք գիտեք որ այսօր աշխարհի երեսին քրիստոնեությունը ավելի շատ մեծամասնությունը առանց Քրիստոսի են տանում։ Կա քրիստոնեություն, անունը կա, բայց այնտեղ չկա հիմքը։ Այն ով էլ որ պետք է հիմք եղնի, այդ հիմքը գոյություն չունի։ Քրիստոնեություն կա, բայց այդ մարդկանց մեջ Քրիստոս չկա։ Ու այդպես շարունակում են, դուք գիտեք, ամբողջ Աստվածաշնչի մեջ Աստված ներկայացնում է մի ազգ, որն որ ինքը ընտրեց, որն որ ինքը տվեց ու դու գիտեք որ նա չընտրեց ուղակի դրա համար հрьяաները լավն են։ Նա ուղակի ընտրեց մի ազգ, որի միջոցով նա պետք է Աստծո լույսը ներկայացներ, այդ ազգը պետք է Աստծո լույսը ներկայացներ, բայց ցավոք սրտին նրանք ոչ թե Աստծո լույսը ներկայացրեցին, այլ սատանայի խավարը ներկայացրեցին ու ելի եմ ասում ցավոք սրտին այդ կատարում է մինչև առայսօր։ Ու երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ այս երկրագունդը, դուք գիտեք որ նա եկավ հрьяաների մեջը։ Հрьяաների մեջ քարոզում էր, բացատրում էր, հասկացնում էր։ Հрьяաները ընդունեցին որոշ մարդիկ ընդունեցին նրա այդ գաղափարները, մտքերը ու օրերից մի օր ես ուզում եմ միտեղ հիշեցնել ձեզի, որպեսզի մենք կարողանանք մտածենք դրա մասին, որ միջև անգամ ազգությունը կամ թե չէ կրոնը կամ ինչ որ անվանությունը, կրոնական անվանությունը ոչ մի օգուտ չի բերի, եթե այդ կրոնական անվանության մեջ չկա այն անձը, որն որ գլխավորն է, այսինքն Հիսուս Քրիստոսը։
Հովանու ավետարանի մեջ 8-րդ գլխի 30-32 համարը։ Երբ որ մենք օրինակ ենք բերում հրեաներին կամ որևիցե մեկին, մենք անպայման պետք է նայենք մեզ, քանի որ դա սա չի գրված ուղղակի, որ մենք ասենք, այսինչ վատ մարդիկ են նրանք, ու այսինչ լավ մարդիկ ենք մենք, չէ։ Նայում ենք հայելու մեջը, հոգու հայելու մեջը, ու տեսնում ենք մեզ, այդպիսին ենք, թե տարբերում ենք նրանից։ Հովանու 8-րդ գլուխ 30-32 համարը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի զրույցը հրեաների հետ, ու այն էլ իրան հավատացող հրեաների հետ։ Իոհաննա 8 глава 30-32 ստիխի։ Երբ որ նա այս բաները խոսում էր, շատերը հավատացին նրան։ Եվ Հիսուսը իրեն հավատացած հրեաներին ասեց. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, եւ ճշմարտությունը կճանաչեք, եւ ճշմարտությունը կազատե ձեզ։ Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ցավը այն է, որ այսօր շատ մարդիկ, միջև անգամ ավետարանական եկեղեցիների ներկայացուցիչները ավելի շատ իրանք ոչ թե խոսքի մեջ են կենում, այլ խոսքն է նրա մեջ կենում, որ նայես կբացանի, կցույց տա, որտեղ ինչ կա, որտեղ ինչ է գրված, կբացատրի լավ դասավորված է, կբացատրի, որ կասես որ սա որ հավատացյալ չեղնի, բա ով պետք է եղնի, բայց երբ որ նայում ես նրա գիտելիքները ու նայում ես նրա խոսքի հասկացողությունը ու նայում ես նրա կյանքը ու տեսնում ես տարբերություն, զարմանում ես, թե ինչպես կարող է մեկը մի բան ասի, բայց իր ասացի համեմատ չապրի։ Ու այսօր մենք ուզում եմ մեզ ամեն մեկս այստեղ գտնվող, առանձնապես այստեղ գտնվողներ, որովհետև մեծամասնությունը այսօր մենք ճշմարտության մեջ են գտնվում, ուզում եմ քննողությամբ մոտիկանանք մեր անձին, մեր ասած խոսքերը, մեր դավանությունը ու մեր կյանքը համապատասխանում է թե չէ։ Ես էլ եմ ասում, շատ հեշտ է 2-3 ժամ այստեղ գտնվել ու քեզ նորմալ պահել, որպեսզի ուրիշները չնայեն քո վրա ծոր աչքերով, չասեն թե չհասկացա, դու քրիստոնյա ես, բայց ինչ ես անում, այստեղ հանգիստ կարող ես այս դռից դուրս, երբ որ մենք դուրս ենք գալի, ինչ վիճակի մեջ ենք գտնվում, այնտեղ որտեղ որ կարող է պատահի մեզանից ամեն մեկը իրար չտեսնանք, չնայենք թե ինչ անկով ենք ապրում, չպետք է մոռանանք, որ եթե ես չեմ կարող ձեզ տենալ, դուք ինձ չեք կարող տենալ, Աստված միշտ տեսնում է մեզ։ Ու ոչ ես պետք է ձեզի դատեմ, ոչ էլ դուք ինձ պետք է դատեք։ Աստված է մեզ դատողը, ու Աստված չանի, որ դատապարտող եղնենք։ Դրա համար ես ուզում եմ շատ կարևոր գաղափարներ ասել, որպեսզի մենք կարողանանք մտածենք մեր կյանքի մասին։ Մենք կարող ենք Աստծո խոսքը գիտենալ, ու շատի լսեցեք, բայց այդ խոսքի մեջ չկենալ։ Նորից եմ կրկնում, մենք կարող ենք Աստծո խոսքը գիտենալ, բայց այդ խոսքի մեջ չկենալ։ Մենք կարող ենք Քրիստոսին ճանաչել ու նաև նրան ծառայել, բայց նա ճշմարիտ աշակերտը չլինել։ Էլի եմ կրկնում, մենք կարող ենք Քրիստոսին ճանաչել, գիտենք ով է, Աստված է, Փրկիչ է, եւ կարող է միջև անգամ անձնական մեր Փրկիչն է, ու միջև անգամ Քրիստոսին ծառայել, բայց Քրիստոսի աշակերտը չլինել։ Ինքը չընդունի մեզ որպես աշակերտ, որովհետև ամեն ինչ որ անենք, ոչ թե նրա փառքի համար անենք, այլ մեր վարձացման համար, մեր փառքի համար անենք, սա ցավ է, որ այսօր շատ տարածված է այս ցավը։ Մենք կարող ենք ճշմարտությունը մինչև անգամ դավանել, ասել, որ ճշմարտությունը սա է։ Մեզ ազատի ճշմարտություն, մենք մեր պատկերացումի մեջ կարողանանք ասենք, որ մեր ճշմարտությունը գիտենք, դրա համար ինչպես Քրիստոսը ասեց, ճշմարտությունը ազատել է մեզ, բայց միևնույն ժամանակ շարունակենք մեղքի իշխանության տակ մնալ։ Ես կում չգիտեմ ձեր կյանքը, դուք էլ իմ կյանքը չգիտեք, մենք իրար ճանաչում ենք, մենք իրար հարազատներ ենք համարում, մենք գիտենք, որ մենք հույս ունենք, որ ոչ թե այս կյանքի մեջ, այլ երկնքում էլ միասին պետք է լինենք։ Բայց մենք չենք տեսնում մեկս մեկից, Աստված տեսնում է, ու դրա համար միջև անգամ ապաշխարությունը, մկրտությունը ու եկեղեցուն տարիների ընթացքում լինելը ոչ մի օգուտ չի բերի, ավելին կասեմ, ծառայությունն է, միջև անգամ ոչ մի օգուտ չի բերի, եթե Տերը չնայի մեզի որպես իր աշակերտները։ Մենք կարող է իրար նայենք որպես Տիրոջ աշակերտներ, Տիրոջ զավակներ, որովհետև մենք ապացույց ունենք, որ ապաշխարել ենք, մկրտվել ենք եւ Տիրոջ զավակներ ենք, բայց այդ ամենը կարող է լինել միայն ֆարշ։
Փաչ, ոչ մի նշանակություն չունեցող մի բան, որն ես կյանքի մեջ երևացող է, բայց երկնքի արքայության դրան առաջը կլինի շատ սարսափելի խոսքեր, որն Տերը կասի, ես քեզ չեմ ճանաչի երբեք, ինձանից դեն գնա ով աներություն գործող։ Նայեք, մենք երբ որ 5 շաբթիները ուսումնասիրում ենք Հակոբոսի թուղթը, մի հատ տեղ եմ ուզում կարդալ, այս վերջերս մենք նախանցյալ 5 շաբթիները դրա մասին խոսացինք, Հակոբոս Արաքելը մի հատ կարևոր գաղափար է ասում, որն այսօր գիտեք մի հատ տեղ կարդացի, ասում է Հակոբոսին այնքան էլ չէր սիրում Լյութերը։ Դու գիտեք, Լյութեր անունով մի անձնավորություն կար, որ ռեֆորմացիա կատարեց, ինչի չէր սիրում Հակոբոսին, գիտեք, այսինքն Հակոբոսին չէ, իր խոսքը, որովհետև Հակոբոսը շատ շեշտում է օրենքը։ Օրենք, որ Լյութերը շատ տանել չէր կարող օրենքը, որովհետև ինքը տարիների ընթացքում այս կաթոլիկական օրենքի մեջ խաշվելով, ոնց որ ասում են, ինքը հասկացավ, որ այս օրենքը շատ հեռացնում է ասում, բայց Հակոբոսը այն օրենքի մասին չի խոսում։ Ու այստեղ ես ուզում եմ կարդալ ձեզ հետ միասին, որ մտածենք դրա մասին։ Առաջի գլուխն է Հակոբոսի թուղթը 25 համարը։ Яков 1 глава 25 стих։ Տեսեք ինչ է ասում մեր եղբայր Հակոբը մեզ բոլորիս դասերակցության համար։ Բայց նա մեր մասին է խոսքը, գիտեք, բոլորիս մասին, բայց նա, որ ազատության կատարյալ օրենքի մեջ աչք գցած մտիկ տվավ եւ նրանում կացավ, նա մոռացող լսող չէ, այլ գործ կատարող, նա իր անելովը երանելի է։ Լսում եք ինչ է ասում։ Նա ով միջև այդ ինքը ասում է, որ հավատք, այս կեղծ հավատքը նման է այն բանին, որ մարդը մոտիկանում է հայելու առաջ, իր երեսը նայում է, իր ամեն ինչը տեսնում է, մի քիչ ընկոմ է գնում ու ամեն ինչ մոռանում է։ Եթե հարցնես նրան, քիթդ ինչ չափի է, չգիտեմ, աչքի հետ ինչ գույնի է, չգիտեմ, դες բան հնարավոր է։ Հնարավոր չի, մենք մեզ լավ գիտենք, մեր աչքերի գույներն էլ, մեր քթի չափն էլ, մեր գլխի չափն էլ, ամեն ինչը գիտենք, մազերն ինչպիսին է։ Բայց Աստծո խոսքը մեզ այդպես ներկայացնում է, շատ հավատացյալներին ներկայացնելով, որ այդ հավատացյալները այդպես են, լսում են, համաձայնվում են, ամեն ձևով ասում են, որ այո, ամին, հետո գնում են ու իրանց ուզած կյանքով են ապրում։ Բայց նա ով որ լսում է ու ամեն ձևով ձգտում է իր լսածի համեմատ ապրել, նա ուրիշ ձևի մարդ, նա ազատության օրենքի մեջ է։ Ոչ թե ուղղակի օրենքի մեջ է, հրեական ազատության օրենք, որն որ մարդուն հնարավորություն է տալի, որ մարդը կարողանա հասկանա իրականությունը։ Իրականությունը հասկանա այնպես, ինչպես որ իրականությունը կա եւ ոչ թե այն որոշած մտածած կամ ֆանտազիայի ենթարկած իրականությունը, որ շատ մարդիկ ապրում են այս կյանքի մեջ։ Դուք գիտեք որ մարդահնար քրիստոնեությունը, որն այսօր տարածված է ամբողջ աշխարհով մեկ, այդ մարդահնար քրիստոնեության մեջ Քրիստոս չի կարող լինել, որովհետեւ շատ բաներ կա, որ Քրիստոսի խոսքին հակառակ է։ Ու մենք այս դրա համար ենք պատերազմում, որ մեր միջից հանենք այդ մարդահնար քրիստոնեությունը, որովհետև երբ որ մենք մարդահնար ասում ենք, մենք միանգամից աչքը գցում ենք այն մարդկանց վրա, որոնք որ այս տաճարներում ման են գալի, գմբեթավոր տաճարներում, քահանաների հետ գործ ունեն, խաչ, մոմ, դրանց վրա ենք գցում, բայց մենք մոռանում ենք, որ մենք ինքներս էլ կարող ենք մարդահնար հավատքի մեջ գտնվել։ Անպայման չի որ խաչ պաշտես, մոմ վառես կամ սրբապատկեր պաշտես, որ դու մարդահնար, այստեղ էլ կարող է լինի։ Երբ որ բաներ կա, որ մարդը ինչ որ մի բան ավելացնում է կամ պակասեցնում է, մտածելով որ ինքը իրավունք ունի այդ բանը անելու։ Բայց մենք իրավունք չունենք, որովհետև այն ճշմարտությունը, այստեղ ինչ է ասում, ազատության օրենքը։ Ազատության օրենքը նրանում է կայանում, որ ես ազատ եմ ոչ թե ինչ որ ուզենամ անեմ, այլ ես ազատ եմ մեղքից։ Սիրելի իմ քույր եղբայրներ, ինձ Աստված ազատեց մեղքից, դա է ազատության օրենքը։ Ու երբ որ Աստված ասում է, որ սա չի կարելի անել, ես միանգամից ընդունում եմ Աստծո այդ խոսքը, որովհետև այդ չանելը ինչ որ պետք է չանեմ, դա ինձ ազատություն է տալիս մեղքի իշխանությունից։ Կամ ընդհակառակ երբ որ Աստված ասում է, «Էս պետք է անես», ես ամեն ձևով ձգտում եմ անել, որովհետև դա էլ է ինձ հնարավորություն տալի, որ ես մեղքից հեռանամ։ Ես նորից եմ կրկնում,
երբ որ ես առաջի անգամ մկրտվեցի հենց առաջին հավատալով, մոտավորապես 3 տարի ես ինձ չէի կարող քրիստոնյա անվանել, որտեղ ես ապրում եմ այնպես ոնց որ առաջ էի ապրում։ Ոչ մի բան փոխված չէր իմ կյանքի մեջ։ Մենակ այն տաճարից տեղափոխվեցի մեկ ուրիշ տեղ, բայց երբ որ ուզում էի եկեղեցի էի գալի, աղոթքներ չկար տենց իմիջալոց աղոթքներ, ոչ մի ծառայություն, ապրում էի ես կյանքի մեջ ու ես ինքս ինձ համոզված գիտենալով, որովհետև ես ապաշխարել ու մկրտվել եմ։ Կարող է պատահի ես երկինք չմտնեմ, ապրում էի նոմինալ այս մակերեսային քրիստոնյայի կյանքով։ Չնայած նորից եմ ասում, ոչ մոմ էի վառում, ոչ սրբապատկեր էի պաշտում, ոչ էլ քահանաների աչքն էի համբուրում։ Բայց երբ որ Աստված ինձ տվեց այսպեսի մի երանելի վիճակ, երբ որ ինձ տվեց ծառայություն, այն ժամանակ, երբ որ ես սկսեցի ավելի ուսումնասիրել Աստծո խոսքը, ու ես հասկացա, որ իմ այդ քրիստոնեությունը ճիշտ չի, սա սխալ քրիստոնեություն է, ինձ չի կարող տանել երկինք, թեկուզ եւ ապաշխարած մկրտված եմ, ես փոխվեցի։ Ես ձգտեցի, որպեսզի ամեն ինչ անեմ, որ Քրիստոսի խոսքը իմ կյանքի մեջ ոչ թե ուղղակի գիտելիքների ձևով ներկայանա, այլ նաև կյանքի փորձով, կյանքի գործողություններով, որն որ շատ կարևոր է ու որն որ շատ նշանակալի է մեզ համար, ու դրա համար երբ որ այդ կատարյալ օրենքը, ինչի կատարյալ է այս օրենքը, ինչի հրեական օրենքը կատարյալ չի, որովհետև քրիստոնեական օրենքի մեջ չկա ավելացնելու ոչ մի կարիք։ Ամեն ինչ որ դրված է քրիստոնյաների օրենքի մեջ, Քրիստոսի միջոցով, ամեն ինչը կատարյալ է, ու դրան ավելացնել ու պակասացնելը, ինչպես դուք գիտեք, հայտնության գրքի մեջ մեծ խնդիրների առաջ կբերի յուրաքանչյուր մարդուն, ինչ որ այսօր կատարվում է ամբողջ աշխարհում մեկ։ Ու ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի անձնավորության, այսօր նորից եմ ասում, քանի որ մենք ուզում ենք, որպեսզի ոչ թե ուղղակի ճշմարիտ քրիստոնյա կոչվել, այլ իրականում լինել ճշմարիտ քրիստոնյա եւ Աստծո ճշմարիտ ծառաներ լինել, մենք պետք է հասկանանք, որ մեր անցյալը, թեկուզ եւ մկրտվելուց հետո անցյալը ու այսօրվա վիճակը պետք է տարբերվի ըստ մեր հավատքի աճելու միջոցով, որովհետեւ երբ որ մարդու կյանքի մեջ հավատքը կա, բայց այդ հավատքը չի աճում, հիշում եք, ես նորից եմ ուզում կարգանեմ այդ բանը, ջրի օրինակը բերեմ։ Ջուրը կարող է պատահի կամ գոլորշիանա կամ նեղվի։ Ու գիտեք, այնքան բաներ կա, որ անձրևը գալիս է, առանձնապես ամառը, մի քանի ժամանակ հետո տեսնում ես այդ անձրևից ոչ մի հետք չկա։ Ուր գնաց այդ ջուրը։ Գոլորշիացավ, երկինք գնաց։ Չմնաց։ Կամ թե չէ դուք տեսել եք ճահիճներ, բալոտը, որտեղ որ ջրերը կանգնած են ու այդտեղ նեղված ջրեր կա։ Ինչի համար, որովհետև կանգնած է ջուրը, չի հոսում։ Եթե մեր քրիստոնեությունը չի հոսում, սիրելի քույր եղբայր, մենք նեղվում ենք, կամ թե չէ գոլորշիանում ենք։ Մեր քրիստոնեությունը գոլորշիանում է ու մենք մնում ենք դատարկ։ Հա, էլի անունը կա քրիստոնյա։ Էլի նույն եկեղեցի են գալիս, բայց դատարկությունը կա։ Ու ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի անձնավորության, մի իր կյանքի մեջ միևնույն ձևի գործողությունները, բայց այդ գործողությունների մեջ տարբերությունը։ Դա Պետրոս Արաքյալն է, որն որ մեզ համար շատ սիրելի անձնավորություն է ու նա ապրել է ժամանակին, նա մեզ թողել է մի երանելի խոսքեր, որն որ մենք կարդում ենք Պետրոսի այդ 3 թղթերը, ներողություն, 2 թղթերը ու մենք տեսնում ենք, թե ինչքանով հարուստ է այդ անձնավորության գրվածքը, որ Սուրբ Հոգով լցված նա գրել է, ավելին կասեմ, երբ որ մենք Մարկոսի ավետարանն ենք կարդում, այնտեղ տեսնում ենք Պետրոսին, որովհետև Մարկոսը այն ժամանակ, երբ որ աշակերտները քայլում են, այնտեղ չկար երիտասարդ անձնավորությունները հետագայում Պետրոսի հետ քայլելով ինքը Պետրոսից շատ բան սովորեց, շատ բան լսեց ու ինքը գրեց Մարկոսի ավետարանը, ինչպես աստվածաբանները ասում են, առաջի ավետարանը, որ գրվեց Մարկոսի ավետարանն է։ Բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք Պետրոսին, որն որ սկզբից ընդունեց Քրիստոսին։ Պետրոսին, որն որ չնայեց այն մարդկանց առանձնապես հավատքի էլիտային այն ժամանակ փարիսեցիներ, դպիրներ, օրինականներ, որոնք որ շատ քրեաները շատ էին ուշադրություն դարձնում ու օրինակ էին նրանց ծառայում, նրանք օրինակ էին ծառայում հրեաներին, որ այսպեսին պետք է լինի հավատքը, բայց ինքը չնայեց, որ այդ էլիտան չընդունեց Քրիստոսին, նա ընդունեց Քրիստոսին։
Բայց երբ որ մենք տեսնում ենք այս նույն գործողությունը, ինչ որ Պետրոս Արաքյալի կյանքի մեջ կատարվում է, երկու անգամ ու այդ գործողության տարբերությունը մենք տեսնում ենք, որ այն Պետրոսը, որն որ սկզբից էր, ինձևի էր, ու հետո այն Պետրոսը, որն որ հարություն արած Տիրոջ հետ միասին մի քանի անգամ հանդիպեց, ինչ ձևի դարավ։ Ու մենք այսօր, չնայած որ ֆիզիկապես հարություն արած Քրիստոսին չենք հանդիպել, բայց մենք մեր կյանքի մեջ արդեն պետք է հանդիպած եղնենք Քրիստոսին։ Ու արդեն պետք է մեր կյանքը լրիվ փոխված եղնի։ Փոխվել է թե չէ մեր կյանքը, եկեք մեր եղբոր Պետրոսի միջոցով նայենք այս բանը ու տեսնենք։ Առաջի դեպքը, որն կատարվեցավ Պետրոսի ու մյուս մարդկանց հետ միասին, դա գրված է Ղուկասի 5-րդ գլխի 4-ից 8 համարը։ Երբ որ Պետրոս Արաքյալը իր ընկերների հետ միասին ամբողջ գիշեր ձուկ բռնեց, ձուկ բռնելու էր գնացել ու ոչ մի բան չբռնեց։ Ու այստեղ այս դեպքը մեզ հնարավորություն է տալի մտածելու։ Լուկա 5 глава 4-8 стихи։ Երբ որ խոսելու դադարեց, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին է խոսքը։ Սիմոնին ասեց. «Նավը դեպի խորը տար եւ ձեր ուրկաները գցեք որսի»։ Եվ Սիմոնը պատասխանեց եւ ասեց նրան. «Վարդապետ, բոլոր գիշերը աշխատանք եւ ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համեմատ ուրկանը կգցեմ»։ Երբ որ այս արին ձկների մի մեծ բազմություն ներս փակեցին, եւ նրանց ուրկանը պատառում էր, եւ նրանք նշան էին անում մյուս նավի մեջ լինող ընկերներին, որ գան իրենց օգնեն, եւ նրանք եկան եւ երկու նավ լցեցին, մինչեւ որ թաղում է։ Սիմոն Պետրոսն էլ տեսնելով ընկավ Հիսուսի ծնկների առաջ եւ ասեց. Ուշադիր լսեցեք այս խոսքերը. «Ինձանից դուրս գնա, որ ես մեղավոր մարդ եմ, Տեր, ինձանից դուրս գնա»։ Հետաքրքիր է, գիտեք, որ երբ որ մենք կարդում ենք այս բանը, պրոֆեսիոնալ ձկնորս, ես ձկնորս չեմ եղել ոչ մի անգամ, եւ դուք գիտեք ես ձկի հետ ինչ հարաբերություն ունեմ, բայց միևնույն ժամանակ ես իմացել եմ, որ ձուկը ավելի շատ գիշերն է դուրս գալիս վերևը, քանի որ պարզ հասկանալի բան է։ Ձուկը սնվում է միջատներով, միջատները երբ որ արևը մայր են մտնում, մութը ընկնում է, իջնում են ջրի երեսին, նրանք բարձանում են, որ ուտեն։ Նրանք շատ են սիրում միջատներ ուտելը եւ ուտելու համար բարձանում են վերև։ Ձկնորսները շատ լավ գիտեն, որ երբ որ ցերեկ է լինում, ձուկը գնում է դեպի խորը։ Այսօր ձկնորսները ովքեր ուրկանով բռնում են ներողություն, ուտիչքեն ուրկանով բռնում են ձկները, նրանք հատուկ բաներ են գցում ջրի մեջ, որպեսզի ձկներին խաբեն ու դուրս բերեն։ Բայց ձուկը ցերեկը մտնում է ավելի խորը, ու աշակերտները, որ պրոֆեսիոնալ ձկներ են, գիտեին, որ ցերեկը ձուկ բռնելը անիմաստ է։ Հնարավոր չի, ձուկը խորը գնացել է, ինչքան ուզում ես ուրկանը գցի, ոչ մի բան օգուտ չի բերի։ Բայց նայեք Պետրոսի ասած խոսքերը, երբ որ Տերը ասեց. «Գցի քո ուրկանը», Պետրոսը չարարկեց, չասեց. «Տեր, հասկանալի է, դու վարդապետ ես, քարոզիչ ես, Աստվածանից եկած անձնավորություն ես, մենք քեզ հավատացինք որպես փրկիչ, բայց դու խմ ձկնորս չես, դու չգիտես, որ ձուկը ցերեկը չկա։ Ինչի սա գիշերը աշխատեցինք, ոչ մի բան չստացանք, հիմա գնանք իզորտեղ ես հոգնած, ջարդված, գնանք էլի մի անգամ էլ գցենք, չէ, ինքը ասեց, երևի մտքումը մտածեց, ես գիտեմ, որ ոչ մի բան չի եղել։ Ես համոզված եմ, որովհետև տարիների ընթացքում ձուկ բռնելով գիտեմ, երբ եւ ոնց պետք է եղնի այդ բանը։ Բայց բարձրաձայն ասեց. «Տեր, քո խոսքի համեմատ կգցեմ»։ Հա ես գիտեմ, որ չի եղնի, բայց կգցեմ։ Երբ որ նա գցեց ու ամեն ինչ եղավ, ձուկը եկավ, հրաշքով եկավ, որ ինքը ընդհանրապես պատկերացում չուներ, որ այդպես բան կարող է լինել, վերջի վերջով Պետրոսը ընկավ նրա ոտքերի առաջ ու փոխանակ ասեց. «Տեր, արի ինձ, որովհետև ես գիտեմ, որ դու հրաշագործ անձնավորություն ես, դու Աստված ես, դու փրկիչ ես, արի իմ մեջը մտի, որ այս ինչ էլ որ կեղտ կա, ինչ էլ որ լավ բան չկա, ինձանից հեռացնես»։ Ինչ ասեց. «Ինձանից դեն գնա ով Տեր, ես մեղավոր մարդ եմ»։ Շատ անգամ մենք քրիստոնյաներս, գիտեք, որպեսզի Տիրոջը փոխանակ ընդունենք, ավելի վանում ենք, որովհետև եթե մեր կյանքի մեջ կա ինչ-որ մի բան, որից մենք կարող է դեռ չենք ազատվել, որը մեր խավար մասն է, մեր կյանքի խավար մասն է, որը ցավոք սրտի մեզ տանջում է, որովհետև մենք պատերազմում ենք այդ խավարի դեմ ու դեռ լրիվ հաղթանակ չունենք, այդ դեպքում մենք դժվար ենք ընդունում Քրիստոսին, որովհետև գիտենք, որ ինքը լույս է։ Իսկ լսի մեջ երբ որ դուրս ես գալի, ամեն ինչ երևում է։
Ու շատ անգամ ես անցյալ կիրակի օրը այդ դրա մասին խոսացի, շատ անգամ մեր վախը ավելի մարդն է։ Հանգած մարդը չիմանա, խայտարակ շեղնեմ, հանգած կասեն, բայ այդ ինչ քրիստոնյա ես, բայ այդքան տարիներ իզուր ես եկեղեցի գալի, ավելի լավ է խավարի մեջ, այդ մի մասը խավարի մեջ մտամ, քանս դե դուրս գամ լուսին, ավելի լավ է թող Տերը, հա, ես էլի հավատում եմ Տիրոջը, ես ընդունում եմ նրան որպես Աստված եւ Տեր, բայց ինքը կմտնի իմ մեջ, կբացանի իմ ամեն ինչը, լույսի մեջ դուրս կգամ, կերևա ամեն ինչը։ Ճշմարիտ քրիստոնյան այնպես պետք է չմտածի։ Սիրելի քույր եղբայր, ճշմարիտ քրիստոնյան ընդհակառակը դեպի լույս պետք է գնա, որ եթե ինչ որ մի բան կա, որն որ դեռ խավար է մեր մեջը, այդ խավարը բացվի, որ Աստված մեզ ազատի այդ խավարից։ Ով կարող է մեզ ազատել խավարից։ Ով կարող է ազատել մեղքից։ Միայն Քրիստոս։ Եթե Քրիստոսին մենք վանում ենք, Քրիստոսին ասում ենք ինձանից դեն գնա, ես մեղավոր մարդ եմ, մտածելով որ ինչ լավ եմ ասում, չէ՞։ Մեր մի հատ եղբայր ունենք, մի այստեղ չի ինքը, ուրիշ երկրում է ապրում, տարիների ընթացքում եկեղեցի էր գալիս, ամեն կիրակի գալիս էր եկեղեցի, բայց հաղորդությանը չեն ընդունում, որովհետև ինչ որ մեղք ուներ իր մեջ, ու ինքը գիտակցում էր, որ ինքը այդ մեղքի մեջ գտնվելով, եթե հաղորդություն ընդուներ, պետք է դատապարտություն ընդուներ։ Կարծես թե լավ է, չէ՞, մարդը հասկանում է ու չի ընդունում հաղորդությունը, բայց երբ որ դա ձգվում է, իմ սիրելի քույր եղբայրներ, երբ որ մի մեղքը ձգվում է ու նրանից ազատվելու ոչ մի ցանկություն ու փափակ չկա, ընդհակառակը Տիրոջը ասում ենք, ինձանից դեն գնա, ես մեղավոր մարդ եմ, կներես ինձ, էլի, ես չեմ կարող քեզի ընդունել իմ մեջ, որովհետև ես գիտեմ, որ դու սուրբ ես, իսկ ես մեղավոր մարդ եմ։ Այդ վիճակի մեջ գտնվելով, հետո երկնքի արքայության դրան առաջ մենք կարող ենք ասենք Տեր, տեսա՞ր թե ինչ լավն է ես, որ ես քեզ չընդունեցի իմ մեջը դրա համար, որ ես մեղավոր մարդ եի։ Իսկ դու սուրբ ես, ինչ գործ ունի կեղտը մաքրության մեջ։ Ճիշտ է չէ։ Դրա համար բարի եղի ընդունել ինձ երկնքի։ Աստված չի ասի այդ բանը։ Եթե դու տարիների ընթացքում տասնյակ տարիների ընթացքում ինչ որ մեղք ունես, որից ազատվելու ոչ մի փափակ չունես, ոչ մի պատերազմ չկա, ու միայն դու հասկանում ես, որ չի կարելի հաղորդություն չի կարելի ընդունել կամ բան, դու շատ թշվառ վիճակի մեջ ես գտնում, որ դու դա քեզի կարող է երկնքի արքայությունից զրկել, ու դու ոչ մի իլյուզիա պետք է չունենաս, որ երբ որ երկնքի արքայության դրան առաջ կանգնես, քո այդ գործողությունը Աստված կարտարացնի քեզի։ Ոչ մի արդարություն։ Հետաքրքիր է, գիտեք, ինչ ցավը, երբ որ մարդը Քրիստոսին ոչ թե ընդունում է իր մեջ, այլ վանում է։ Հիշում եք, մի հատ օրինակ եմ ուզում տալ, առաջին մարդիկ, Ադամն ու Եվան։ Ամենաերանելի մարդիկ, որոնք որ իրանց կյանքի մեջ ինչ որ ժամանակ մեղքի վիճակի մեջ չէին գտնվում։ Մենք ոչ մեկս այդպիսի վիճակի մեջ չենք եղել։ Երբ որ Ադամն ու Եվան մինչև մեղսագործությունը ապրում էին սուրբ կյանքով, ամեն ինչ լավ էր իրաց մոտ, ամեն ինչ կատարյալ էր։ Ու դուք հիշում եք, երբ որ Ադամն ու Եվան մեղքի մեջ չէին, ինչպես էին Աստծո հետ փափագում։ Ճիշտ է, Աստծո խոսքը շատ քիչ է գրված այդ բանի մասին, բայց իրանք ամեն անգամ փափագում են։ Երևի Ադամն ու Եվան գնում էին քնելու, դե մարդ են, քնելն էլ կար, վեկանալն էլ կար, գործեր անելն էլ կար, Աստված չի ասում, որ այնտեղ բանում Էդեմի պարտեզում մարդիկ բեզդելնիկներ էին, ասենց անգործներ էին, չէ, իրանք էլ ինչ որ բաներ էին անում, բայց իրաց մեջ փափակ կար, միշտ Աստծուն հանդիպելու ու Աստծու հետ միասին լինելու, առանձնապես հով ժամանակները, երբ որ իրանք նորմալ ման են գալիս, Աստծու հետ զրուցում են, ուրախություն ունեն եւ փափագում են, երբ պետք է գային ժամանակը, որ ես Տիրոջ հանդիպեմ, ու օրերից մի օր մեղքը եկավ իրանց կյանքի մեջ։ Ուզում եմ ձեզ կարդալ այդ տեղը, որպեսզի մենք կարողանանք հասկանանք ինչ մեծ տարբերություն կա, երբ որ մարդը մեղք ունենալով վանում է Աստծուն իրանից եւ ինչքան նշանակություն ունի, երբ որ դուք եւ ես Աստծուն ընդհակառակը կանչում ենք որպես օգնական։ Ծննդոց 3 գլուխ, ուզում եմ կարդալ ձեզ համար 8-ից մինչև 10 համարները, որ դուք ուշադիր լսեք այս բանը տեսնեք։ Բիծիո 3 глава с 8 по 10 стихи. Եվ Եհովա Աստվածը արևելքի կողմից ներողություն ուրիշ բան եմ կարդում։ Եվ Եհովա Աստվածը ձայն լսեցին, որ օրվա հով ժամանակին պարտեզում մանր գալիս։ Եվ Ադամը եւ իր կինը թակ կացան Եհովա Աստծո երեսից։
պարտեզի ծառերի մեջ։ Եհովա Աստվածը կանչեց Ադամին եւ ասեց նրան. Ուր ես։ Եհովա Աստվածը կանչեց Ադամին եւ ասեց նրան. Ուր ես։ Եվ նա ասեց. Քո ձայնը լսեցի պարտեզում եւ վախեցի, որովհետեւ ես մերկ էի եւ թակ կացի։ Այ ասենց շատ անգամ շատ քրիստոնյաների կյանքի մեջ է։ Իրանք փոխանակ Աստծուն մոտիկանան, եթե ինչ-որ մի սխալ գործեցին, Աստծուն մոտ ապաշխարությամբ մոտիկանան, բաց անեն իրանց ամեն սխալները, որպեսզի Աստված նրանց սրբի մաքրի, ընդհակառակը թախ են կենում։ Ինչպես ենք մենք մեր կյանքի մեջ, երբ որ մենք սխալ ենք գործում, մենք մեղք ենք գործում, ինչ ենք անում մենք։ Մենք գալիս ենք Աստծուն մոտ։ Մենք ներկայացնում ենք Աստծուն մեր մեղքերը, թե մենք վանում ենք Աստծուն, փախնում ենք Աստծուց, որ Աստված հնարավոր է Աստծուց փախչել, հնարավոր չի։ Երբ որ Աստված ասեց ուր ես Ադամ, դա չի նշանակում որ Աստված չգիտեր Ադամը ուր է, շատ լավ է գիտեր որ ծառի հետևն է թաքնված, բայց միևնույն ժամանակ մեզ սա էս ուր ես Ադամ, նույն խոսքը ինձ ու ձեզ է վերաբերվում, որ թաքնվել ես, կարող է պատահի ինձանից թաքնվես, ոչ միտեղ չես փախչի։ Առանձնապես երբ որ դու արդեն ճշմարիտ քրիստոնեության անուն ունես, եւ դու ապրում ես այս կյանքի մեջ վկայություն տալով, որ դու Քրիստոսի հետևորդ ես։ Եթե դու քեզանից Աստված վանում ես եւ ոչ թե ընդունում ես Աստծուն, Աստված ավելի խիստ է մոտիկանում, քան այն անհավատին, որին դեռ չի ընդունել որպես իր զավակը։ Ավելի խիստ է մոտիկանում։ Ու ուզում է որպեսզի մենք հասկանանք ուր ես դու այս րոպեին։ Դու այն ճշմարտության մեջ ես, որ վկայում ես, թե դու ինձանից թակ ես կենում։ Ինչպես կարող է ճշմարտության մեջ գտնվող անձնավորությունը թակ կենա։ 5 շաբթի օրը մի հատ հարց տվեց, ես ուզում եմ այդ հարցի պատասխանը տալ այսօր էլ, որպեսզի ամեն մեկս մտածենք, հնարավոր է մարդը ճշմարտության մեջ եղնի ու եկեղեցից դուրս եղնի։ Կարելի է մարդը ճշմարտության մեջ եղնի ու եկեղեցից դուրս ապրի։ Ես կարող եմ համոզված ասել, որ ոչ, հնարավոր չի։ Գիտեք ինչի համար, առաջի հերթին եկեղեցու մեջ լինելը դա Աստծո պատվիրանքն է։ Եթե դու ճշմարիտ հավատացյալ ես ու Քրիստոսի հետևորդ ես, դու պետք է գիտենաս, որ դա Աստծո պատվիրանքն է։ Ձեր ժողովները մի բաց թողեք։ Եթե դու ինչ-որ մի եկեղեցի չես հավանում, որովհետև այնտեղ չես տեսնում այն ինչ որ պետք է տեսնաս, դա չի կարող է պատահի, ես ոչ մի բացառություն չունեմ, չես հավանում, բայց երբ որ դու եկեղեցուց գնում ես ու աշխարհի մեջ ես ապրում ու ասում ես, որ ես ասենց էլ կարող եմ ճշմարիտ հավատացյալ մնալ, դու քեզ խաբում ես, իմ սիրելի։ Խաբում ես, որովհետև հնարավոր չի եկեղեցուց դուրս մարդը կարողանա մնալ ճշմարտության մեջ։ Հնարավոր չի։ Ես օրինակ բերեցի, որպեսզի մենք բոլորս հասկանանք, երբ որ ոչխարի հոտը գնում է, ոչխարի հոտը գնալու ժամանակ այնտեղ կան հովիվներ եւ շներ, որոնք որ պաշտպանում են ոչխարներին, ու քանի դեռ ոչխարները հոտի մեջ են, նրանք պաշտպանված են, բայց երբ որ դա չի նշանակում որ երբ որ ոչխարի հոտը գնում է, շներն ու հովիվները կան, ուրեմն այնտեղ գայլ չկա, գայլերը կան, ուղղակի հեռու կանգնած սպասում են, որ ինչ որ մի ոչխար դուրս գա այդ հոտիցը, այդ պաշտպանությունից դուրս գա ու այն ժամանակ կբռնեն ու կհոշոտեն։ Այդպես է լինում է մարդկանց մեջը։ Նրանք ովքեր որ եկեղեցուց դուրս են գալի, ինչ որ մի պատճառով, ասում են այս եկեղեցում բամբասան կա, այս եկեղեցում սխալ են անում ու ինքը ուրիշ եկեղեցի չի փնտրում, այլ աշխարհի մեջ ապրելով մտածում է 21-րդ դարում ենք ապրում, ժողովուրդ։ Կա համակարգիչ, կա համացանց, քարոզներ ու համոզված եմ որ այստեղից հնչող քարոզներից 10 անգամ ավելի բարձր մակարդակի։ Ինչ է, ես աստվածաշունչ չունեմ, այսօր այն ձևի շատ կա աստվածաշունչ որ ես համոզված եմ եթե հարցնեմ դուք քանի հատ ունեք աստվածաշունչ, կարծեմ որ ոչ մեկը չի ասում, մենակ մի հատ։ Մի քանի հատ ու մի քանի լեզվով։ Ինչա չեմ կարող գիրք կարդալ, անպատճառ պետք է եկեղեցու մեջ եղնեմ, անպատճառ պետք է իմ քույր եղբայրների շուրջ եղնեմ։ Ինչի է Աստված ասում, ձեր ժողովները բաց մի թողեք։ Ինչա ինքը ինչ որ մի հատ բռնի տերը, որն որ ասում է, ես ինչ որ ասեցի պետք է անես, չէ, մենք պետք է հասկանանք, որ Աստված ինչ որ ասում է բարի է։ Ու երբ որ հավատացյալ կոչված մարդը ասում է, ես չեմ ուզում եկեղեցի, ես ուզում եմ մենակ ապրել ինձ համար ու իմ քարոզներ կլսեմ, խոսքը կարդամ, աղոթքներ կանեմ, ինչա Աստված մենակ եկեղեցու մեջ է, այո, եկեղեցու մեջն է։ Եկեղեցուց դուրս գոյություն չունի Աստված։
Ու եթե նորից եմ ասում, դու չես հավանում ես եկեղեցին, դու կարող ես, դու ազատ ես գնալ ինչ-որ ուրիշ տեղ, բայց անպայման եկեղեցի, չի կարելի եկեղեցուց դուրս ապրել ու ազատ զգալ քեզի, որ ոչ մի բան չի պատահի քեզ հետ։ Գայլերը կհոշոտեն։ Ու դրանից դու պարտություն չունես։ Դրա համար մենք պետք է հասկանանք, որ երբ որ ինչ-որ մի բան կա իմ կյանքի մեջ, ես պետք է վազեմ դեպի Քրիստոսը եւ Քրիստոսից, ոչ թե Քրիստոսից փախչեմ։ Ինչքան հեռու փախա Քրիստոսից, այնքան վնաս կեղնի իմ կյանքի մեջ։ Եվ Պետրոս Սարաքյալի կյանքի մեջ եւս մի դրվագ եմ ուզում ներկայացնել ձեզի, որը շատ կարևոր է հասկանալու, քանի որ մենք ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ ու երբ որ ընդունեցինք Տիրոջը, ես նորից եմ ուզում կրկնել, մեր գլխավոր նպատակը, որ մենք Տիրոջի մեջ աճենք, հավատքի մեջ աճենք, Քրիստոսաճանաչության մեջ, Աստվածաճանաչության մեջ աճենք։ Ու երբ որ մեր կյանքի մեջ դա չկա, երբ որ այն երկի նման каким ты был, таким и остался, ապրում ես այս կյանքի մեջ, դե խոմ ես ապաշխարել մկրտվել եմ այն ժամանակ։ Ես հարցրեք, մարդ չեմ սպանում, գողություն չեմ անում, պոռնոգություն չեմ անում, սուտ չեմ խոսում, ձգտում եմ սուտ չխոսալ եւ շատ ուրիշ բաներ, բերած մաքուր եմ պայում։ Էլ ինչ պետք է անեմ որ ապրում եմ էլ ինձ համար, ամեն կիրակի եկեղեցի եմ գալիս։ Դա անպայման պետք է նշենք, որ Աստծո պատվիրանքի եմ։ Բայց կյանքդ ինչպիսին է։ Ինչպիսին է կյանքդ։ Դու կարող ես վկայել, որ դու Քրիստոսի հետևորդ ես։ Դու կարող ես վկայել այն ինչ որ Քրիստոսը ասեց, ով ճշմարտության մեջ է, նա ճշմարիտ իմ աշակերտն է։ Սովորում ես Քրիստոսից այն ինչ որ պետք է անես։ Եթե դու քո կյանքի մեջ չես ծառայում, կամ քո ծառայությունը շատ խղճուկ է, ոչ մի արդյունք չի բերում, արի հարց տու, Քրիստոսը քեզ տենց հա սովորեցնում։ Միթե Քրիստոսը ասես, դու կարող ես ազատ ոնց ուզում ես ապրել, ու այդպես երկինք կարող ես ժառանգել։ Քրիստոսը քեզ կանչեց, որպեսզի դու, ինչպես քեզ օրերից մի օր բերեցին եկեղեցի, ինչ որ մեկը բերեց եկեղեցի, այնպես էլ դու ինչ որ մեկին բերես եկեղեցի։ Հարությունից հետո դուք գիտեք որ մի երկու անգամ մեր Տեր Հիսուս Քրիստոսը հանդիպեց, արդեն աշակերտները հանգստացան, նորմալ վիճակի մեջ, բայց քանի որ իրանք միշտ փակած վիճակի մեջ ձանձրանում էին, որոշեցին գնալ ձուկ բռնելու։ Պետրոսը ասեց. «Ժողովուրդ, դուք ոնց, բայց ես պետք է գնամ ձուկ բռնեմ»։ Ասենց չի կարելի նստել։ Մենք պետք է ուտենք, խմենք, ոնց պետք է անենք, արեք գնանք ձուկ բռնելու։ Իր աշակերտները ասեց. «Մեկ էլ կգանք»։ Եվ գնացին ձուկ բռնելու, գիտեին որ Տերը արդեն հարություն է արել, այստեղ երկրի վրա է դեր մանա գալիս։ Հովանու 21-րդ գլխի 4-ից 7 համարներն եմ կարդում։ Իոաննա 21 глава 4-7 стихи։ Շատ եմ խնդրում ուշադիր լսեցեք, քանի որ շատ սովորեցնող բան է։ Եվ երբ արդեն առավոտ եղավ, Հիսուսը ծովի եզրում կանգնած էր, սակայն աշակերտները չճանաչեցին, թե Հիսուսն է։ Իսկ Հիսուսը նրանց ասեց. «Տղերք, ուտելու բան ունեք»։ Պատասխանեցին նրան. «Ոչ»։ Նա էլ ասեց նրանց. «Ուրկանը նավի աջ կողմը գցեք եւ կգտնեք»։ Նրանք էլ գցեցին եւ չէին կարող քաշել ձկների շատության պատճառով։ Այն աշակերտը, որ Հիսուսը սիրում էր, նրան Պետրոսին ասեց. «Տերն է»։ Պետրոս Տերն է, գիտես է։ Չես բանանում, հիշում ոնց կատարվեց այն ժամանակ ու հիմի 100% Տերն է։ Սիմոն Պետրոսը երբ որ լսեց, թե Տերն է, վերարկուն իր վրա առավ, որովհետև մերկ էր եւ զինք ծովը գցեց։ Հասկանում եք ինչ մեծ տարբերություն կա այստեղ Պետրոսի այն ժամանակ, երբ որ Պետրոս ասում է ինձանից դեն գնա։ Ու երբ որ ինքը իմացավ Տերն է, արդեն այն Պետրոսը արդեն խրատված ամբողջ կյանքի մեջ իր սխալներից խրատված Պետրոսը այսօր տենում է Տիրոջը ու ոչ թե փախչում է նրանից, ոչ թե ասում է ինձանից դեն գնա, այլ ընդհակառակը վերարկուն վրան գցում է, ամաչում է Տիրոջից, վերարկուն վրան գցում է ու թռնում է, չի մտածում այս նավով հասնեմ, Տիրոջս հասնեմ, չէ, ինչքան կարելի է շուտ հասնեմ Տիրոջ։ Կարծում եք Պետրոսը փոխվեց, էլ մեղավոր չի։ Էլ իր կյանքի մեջ մեղ չկա, իհարկե կա։ Մենք բոլորս էլ մինչև մեր կյանքի վերջը սխալներ պետք է գործենք ցավոք սրտին։ Բայց նորից եմ ասում, այն Պետրոսը, որն Տերոջը վանեց ու ասեց ինձանից դուրս գնա, ես արժանի չեմ որ դու իմ մեջ եղնես, ու այն Պետրոսը, որն ձուկը բռնելու ժամանակ տեսավ որ Տերն է, թռավ որ ինչքան կարելի է շուտ հասնել Տիրոջ մոտ, այդ տարբեր Պետրոսներ են։ Չնայած նույն անձնավորությունը։ Տարբեր վիճակ, տարբեր հավատքի վիճակ։
Սիրելի քույր եղբայր, քո այսօրվա հավատքը համապատասխանում է քո տարիներին։ Քո դավանությանը համապատասխանում է թե չէ։ Մտածի դրա մասին։ Շատ կարևոր է, որովհետև երբ որ մենք այսօր ունենք անուն Քրիստոս, քրիստոնյա, բայց մեր քրիստոնեությունը փուչ է։ Այսօր կարող ենք ապրել, եկեղեցի գնալ գալ, մեր սիրելի քույր եղբայրների սիրով վայելել, ուրախանալ, փառք տալ Տիրոջը։ Երբ որ կկանգնենք Աստծո առաջը, Աստված ոչ Երանի որ այսպեսի խոսքեր ասի, ես երբեք քեզ չեմ ճանաչի։ Բա ես այսքան տարի եկեղեցի ապաշխարել մկրտվեցի, չեմ ճանաչում, որովհետև քո կյանքի մեջ ես չկայի։ Կար քրիստոնեություն, բայց ես չկայի։ Կա թե չէ մեր կյանքի մեջ Քրիստոսը։ Սա է մեր կարևոր գաղափարը, որն որ մտածելով մենք կարողանանք ապրել ու գործել ու նմանվել այն Պետրոսին, որն որ միջև անգամ չհամբերեց, որ նավը հասնի, ինքը թռավ, որպեսզի ինչքան կարելի է շուտ հասնել։ Քանս այն Պետրոսին, որն որ վանեց Տիրոջը իրենից։ Տերը թող բոլորիս օրհնի, թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտինից։